Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Ստամբուլի Ժամանակ օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, շնորհակալություն Արա։ Չնայած ժամանակ անցել է, բայց ես ուզում եմ, որ դուք ձեր տպավորությունները քիչ կիսեք անցած տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ եւ այնտեղ հայերի դերի կամ հայերի առաջադրվելու, չառաջադրվելու, հաջողելու, չհաջողելու մասին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մարտի 30-ին շատ կարևոր էին եւ դուք ես վստահ եմ ձեր լրագրական փորձի նաեւ հոդարությունով եք այդ թեման օրագարկի վրա բերում, որովհետեւ այդ ընտրությունները բնորոշեցին մոտավորապես ասենք մի դարուց մի քիչ ավել ժամանակի վրա դարածվելիք մի գործընթաց, որում Թուրքիայում իրականում 3 ընտրություններ տեղի պիտի ունենան։ Եվ այս անգամվան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նաև մնացածի հաշվարկները եւ կանխատեսումները անելու համար հիմնական, ասենք, ռեֆերենսի գետերը պիտի հանդիսանան։ Տեղական ընտրություններից բացարձակ հաջողությունով հաղթանակով դուրս եկավ իշխող կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը։ Սպասելի է դա։ Թեկուզ սպասելի էր, բայց այս համեմատությամբ բարձր քվեներ նորից ապահովելու երևույթը մի քիչ անգամ հասարակության զանազան շերտերի համար անսպասելի էր թվում։ Կարճ ասած, երևույթը այն է, որ վարչապետ Էրդողան այսօր բոլոր նախադրյալները ունի համարձակ ձևով հանրապետության նախագահի տեխնազո առաջադրվելու, որովհետև դուք իմանում եք առաջիկա օգոստոսին Ուրեմն Թուրքիայում պիտի լինեն նախագահական ընտրություններ եւ առաջի անգամ հանրապետության նախագահը ուղղակի ժողովրդական քվեարկությամբ պիտի ընտրվի եւ Թուրքիայի ներքին քաղաքական օրագարկի վրա է այսպես գիսանախագահական համագարկի հաստատման խնդիրը թեկուզ նոր չի նույնիսկ Թուրքուտ Özali ժամանակաշրջանից, երբ որ հանրապետության նախագահը ավելի ասենք դիրական հեղինակավոր դեմք է դառնում, այդ խնդիրը միշտ օրագարկի վրա գալիս է, բայց այս անգամ տեսնենք ինչ կստացվի, որովհետև ի դարբերություն նախորդներից այս անգամ նաև սահմանադրության բարեփոխված դարբերակը այդ գիսանախագահական դրության անցնելու ցանկության բարակային այդ ճանապարհով գնալու ճանապարհը հարթած է արդեն։ Այսինքն հանրակրվե բրինի սահմանադրական թե չէ։ Սահմանադրական հանրակրվեն եղավ արդեն եւ ընդունվեցին նախատեսված փոփոխությունները, որոնք արդեն պիտի գործադրվին ընդունվելուց մի 2 տարի ժամկետ հետո, որը համընկնում է այս շրջանին։ Գալով, ասենք, հայերի բարակային, բնականաբար ընդհանուր ընտրություններից ի դարբերություն հայերը տեղական ինքնակառավարման ընտրությունների բարակային ավելի աշխուժ են լինում։ Ամբողջ երկրի մակարդակով ոչ միայն հայերը, այլ ընդհանրապես երկրի փոքրամասնությունները անգամ բնակչության 1%-ը չեն կազմում Թուրքիայում եւ այդ պայմաններով դժվար է գործոն լինեն։ Բայց տեղական ինքնակառավարման ընտրությունների բարակային Ստամբուլի մի քանի մեծ թաղամասերում հայերի քվեները որոշ ազդեցություն կորցնում են։ Եվ նաեւ մենք ունենք բավականին, ասենք, բարձր թիրքի հասած դեմքեր գործիչներ տեղական ինքնակառավարման մարմիններում մեջ։ Այս անգամ էլ եղան բազմաթիվ տեխնազոներ, եղան իհարկե ընտրվողներ, չընտրվողներ։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Կարևոր է այն իմաստով, որ պաշտոնների զբաղեցման իմաստով չի։ Թուրքիայի վերափոխվող հասարակության մեջ տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված հայերը հնարավորություն են ընձեռում իրենց գործունեությունով հասարակության մի գործնական ապացույց ներկայացնելու համար, թե այս քաղաքացիներն էլ պատրաստական են այս հասարակության բոլոր խավերին ծառայելու պատրաստակամությամբ, պատասխանատվությամբ եւ միայն այդպես գոբիտ խոսքով պաշտոններ գործելու համար չէ որ աթոռի կռիվ ձգտում են այնտեղ գալ, նաեւ իրենց քաղաքացիական, ասենք, սպասարկության պատրաստակամությունն է, որ այնտեղ ցոլանում է, անխդիր նաեւ երկրին ծառայելու իմաստով, այդ մի թեկուզ դրսից նայած ավելի խորհրդանշական է թվում հանգամանքը, բայց իդի մեզ համար կարևոր է եւ մենք կարող ենք նաեւ պատկերացնել ավելի գլոբալ պատկերին նայելով աշխարհի ուրիշ դեղերում էլ մեր սպիրկի բնակած գտնված ուրիշ երկրներում էլ կան դեղեր, որոնք ասենք parlamentum չկան հայեր, բայց կան տեղական ինքնակառավարման մարմիններում եւ իրենց դերակատարությունը բավական լուրջ է եւ բադիվ է բերում ժողովրդին։ Վարչապետ Էրդողանը ասաց, որ պատրաստ է քաղաքացիություն տալ Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում ապրող
մարդկանց, այդ թվում նաև հայերի, հետնորդներին, ոմանք դա բացասաբար ընկալեցին, ոմանք ճիշտ հակառակ ասել, դե շատ լավ, ես քաղաքացիություն կստանամ սփյուռքահայ, որոնք ասենք Ֆրանսիայի հետո դարձան կամ չգիտեմ, այլ քաղաքացիներ եւ կմասնակցեն ընտրություններին, շատ լավ է։ Դուք դա իրատեսական եք համարում։ Ես կանխավ ասեմ, որ իրատեսական չեմ համարում։ Թուրքիան ընդհանրապես աշխարհի այն երկրներու շարքին է, որը քաղաքացիություն ստանալու համար բավականին խստաբանջ գարկ ունի իրականում։ Թուրքական պետությունը այս շրջանին բնականաբար 2015-ի նախորդին ուզում է որոշ այսպես պատրաստակամություն ցուցաբերի հայկական հարցի կապակցությամբ այդ լարվածության հաղթահարման ուղղությամբ, որովհետև այդ խնդիրները նաև միջազգային հարթության վրա իր իմիջը անմիջականորեն պայմանավորող երևույթներ են առաջացնում։ Բայց մյուս կողմից ես չգիտեմ այսօր մեր ցեղասպանության վերաբրածների կամ ասենք ցեղասպանության զոհերի թորները, երբ որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ դառնան, այդ երևույթը ինչպես պիտի ստացվի։ Մարդիկ Միացյալ Նահանգներից պիտի դեղափոխվին, ասենք մեր նախկին հայկական գավառները պիտի ասենք Մուշում պիտի ապրեն, Մալաթիայում պիտի ապրեն, Վանում պիտի ապրեն։ Այս դու պատահորս ապրես, որպեսզի լինես քաղաքացի։ Չէ, ապրելու բարակա, հիմա էդի ձեր ցանկությունը, երևի երկքաղաքացիության հանգամանքներ կգնան։ Էսի սկզբունքային մագարտակի ստված բան է։ Մենք բնականաբար այդ քաղաքներից ոչ մեկը ոչ արհամարում ենք, ոչ էլ այնպես ենք ընդունում, որ նրանք ապրելու տեղեր չեն, բայց նրանք այսօր այնտեղ իրենց բնակչություն ունեն։ Հետո մարդիկ իրենց բաբերի թողած քաղաքները չեն, ոչ իրենց հասարակության կառուցվածքով, ոչ ֆիզիկական կառուցվածքով անշուշտ, ոնց պիտի լինի մարդիկ պիտի դեղափոխվեն, բայց մենք կարող ենք այդ քաղաքացիություն տալու խնդիրը զուտ դեղափոխվելու հարթության վրա էլ չընկալել։ Այդ բարակային էլ անգամ կարող է որոշ բավականին հարցակնելու երեսակներ ունենալ։ Այս պահուն բարոնակությունը խնդրին այդքան հստակացած չէ։ Միայն սկզբունքային, ասենք, մի պատրաստակամության մասին է խոսքը, ոնց լուծում կարտադրվի, ինչ կլինի, իսկապես կլինի այդ գործնական քայլը թե չլինի, դա չենք իմանում։ Բայց մենք ըստ երևույթին մի բան պետք է հաշվի առնենք, որ եթե մենք հայկական ըզգայնություններից, ասենք, ճանապարհ ելնելով, մեկնագետ ունենալով ուզում ենք որոշ խնդիրների ղեկավարման հասնել, ես անգամ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ իմ քաղաքացիական պատասխանատվություններով հանդերձ ես դիտարկում եմ այն բանը, որ հայկական կողմը, ասենք, իր համար նպաստավոր, իր համար դրական երկարաժամկետ լուծումների հասնելու համար իր պոտենցիալը համախմբվելով պետք է ընթանա։ Եվ այդ պոտենցիալի համախմբումը միևնույն ժամանակ նշանակում է Հայաստանի եւ Սփյուռքի համագործակցությունը առավելագույն, ասենք, գեդի, բարձրագույն գեդի հասցնելու։ Մեր Սփյուռքը, եթե այսօր իր գտնված, իր ապրած եւ իր քաղաքացի հանդիսացած երկիրներից դուրս մի քաղաքացիություն պիտի ձեռք բերի, դա բարձր է, որ առաջի հերթին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ի վերջո մենք ինչով ենք հայ հարցին պատասխանը ուղղակիորեն առնչվում է այսօր Հայաստանի խորհրդանշած արժեքներով։ Մնացյալը մեր անցյալի, ասենք, ժառանգության վերաբերյալ, մեր անցյալի ներկայության վերաբերյալ խնդիրներն են, որոնք բան չեն, աննվազ կարևոր չեն։ Ես ուզում եմ մեջբերել Սփյուռքայի մի գործիչի արտահայտությունը, որը թուրքական մամուլում էլ լույս տեսավ անցյալ տարի 2013-ի ապրիլի 24-ի ոգեգոճման մասնակցած մի Սփյուռքայի գործիչ էր, թուրք եւ նաեւ դեղացի հայ դրագրողների հետ զրուցելիս ես էլ ներկայի, ինքը ասում էր, որ մենք գիտակցում ենք, որ մեր արմատները այստեղ են, բայց այս ժողովրդի աբական էլ Հայաստանն է։ Մենք ոնց որ այդ սկալայի մեջ պիտի դիտարկենք խնդիրը։ Դուք խոսեցիք նախագահական ընտրությունների մասին, մենք կարող ենք վստահաբար արդեն ասել, որ Էրդողանը ապահովել է իր հաջողությունը, իր հաղթանակը այդ ընտրություններում։ Գիտեք, Թուրքիան շատ հարաբերող երկիր է եւ չպետք է շտապել, այսինքն նման գնահատականներ տալու համար, բարձրապես որպես վարգած, որ մենք հաշվի ենք առնում,
ինչպես վարչապետը մի քանի օր առաջ ինքն էլ ասավ, որ կարող են միշտ անգամ ինքը կարող է անագնգալ դեր մատուցի։ Մյուս կողմից այս պահում ոչինչ հայտնի է։ Հարաբերող եւ ասենք բավականին նաեւ նուրբ հավասարակշռություններ կան օգոստոսին են այստեղ օգոստոսին են եւ ըստ երևույթին հարաճիգա ամսվա սկիզբին մոտավորապես կամ գեսերին ասենք ավելի դեսանելի գտարնա եւ մենք շատ ավելի կոնկրետ խոսակցություն կարող ենք ծավալել ըստ երևույթին։ Եթե ենթադրենք լինի հաղթի ընդդիմությունը, հա, ներկայիս ընդդիմությունը, դա հայեր, որը կարծես թե ավելի կարծր դիրքորոշում ունի հայերի եւ Հայաստանի նկատմամբ, դա իսկապես ինչ որ վտանգ կներկայացնի։ Հայերը հայկական հարցի դրսևորումները կամ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացման գործընթացը մեկնաբանելիս բարձ է որ երկրի ներքաղաքական բալանսները հաշվի առնում են։ Էդի նաև Հայաստանի Հանրապետության տեսանկյունից էլ իզորի է բնականաբար, քանի որ երկու իշխանությունների քաղաքական գամքով է որ բարդ գործընթացը առաջ պիտի տարվի։ Բայց վերջի հաշվով կարող է մեզ 100% ճիշտ պատկերը ցույց տա հայ-թուրքական հարաբերությունների երթը ներքաղաքական գործոնների լույսի տակ մեկնաբանելը, որովհետև Թուրքիայում մի pedagogan գիծ կա հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարակային, որը այդքան էլ գաղված չի օրվա իշխանությունից, ասենք կոնյունկտուրային հանգամանքներից, բայց մի բան կարևոր է մեզ համար, չեմ ուզում որպես հագասական դվյալ ընկալվի, բայց փոխլրացնող ասենք այդպես ընկալվի, ամուր քաղաքական գամք է հարկավոր հայ-թուրքական հարաբերությունների մեջ դեղաշարժ մտցնելու համար եւ այդ ամուր քաղաքական գամքը կարող են դրսևորել միայն ամուր ենթակետնի վրա հենված իշխանությունները։ Եթե ասենք Թուրքիայում այսօր իշխանապողություն լինի, դա բարձ է որ պիտի բնորոշի մի գործընթացի սկիզբը, որը հարաճիգա ասենք մի ժամանակահատվածում Թուրքիան կոալիցիաներով պիտի ղեկավարի։ Եվ մենք Հայաստանի անկախության առաջի տարիներին էլ ինչ որ Թուրքիան կոալիցիաներով էր կառավարվում, իմանում ենք որ որքան այդ ներքաղաքական բալանսները շոշափելի քայլեր առնելու կամ ասենք ավելի վճռական գործելու հնարավորությունները սահմանափակում էր։ Հասկանալի է։ Ես ճիշտ ասած շատ քիչ հավանական եմ համարում, որ մոտակա տարիների ընթացքում Թուրքիան կյանքի կկոչի Ցյուրիխյան արձանագրությունները։ Նմանապես։ Համաձայն եք իմ հետ, հա։ Այսինքն այս բոլոր խոսակցությունները կարծես թե օդի մեջ են, հա, այսօր։ Եթե չասենք օդի մեջ են, արձանագրությունները ցախողվեցին, դա փաստ է, բայց այդ ցախողումը այդպես մի բահի բան չէ, որ ասենք եղավ լմնցավ, հիմա նրա արձագանքները կան, այդ ցախողման պատասխանատվությունը կողմերը փորձում են իրարու վրա բարթել, գա երրորդ կողմերը շահակրկիր, երրորդ կողմերը բանանելու, ասենք համոզելու կամ իրա դիրքերի մոտիկացնելու որոնումներ, դիվանագիտությունը ոնց որ այդպես սևի եւ ջերմակի բանով չի գնում։ Միջազգային հարթակի վրա ապրվում են որոշ փոփոխություններ, որոնք ուզեն չուզեն առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին։ Թուրքիայի եւ Հայաստանի բարակային էլ այս երկու երկրները իրենց միջազգային գործընկերների հետ այնպիսի վիճակների մեջ են հայտնվում, որ իրենց պատասխանատվությունների առնչվում է, ասենք, հայ-թուրքական հարաբերությունները շատ բարդ է երևույթ է, բայց վերջի հաշվով ես ձեր մոտեցումը լրիվ գիսում եմ, որ Թուրքիայի կողմից, այսինքն ինձ համար կոնե լրիվ անագնգալ կլինի, եթե մոտավոր ավակային սահման բացելու եւ այլն նման այդպիսի քայլ լինի։ Դուք Հայաստանի գործոնի մասին ասացիք, դուք օրինակ հաճախ եք գալիս Հայաստան, ես մեծ ուրախությամբ ձեզ տեսնում եմ, հա, Հայաստանում, Երևանում, բայց ձեր նման մտածողները, հա, Ստամբուլում, Թուրքիայում հայեր նկատեն եմ շատ են։ Մեր սպիրկում ընդհանրապես մի խնդրեմ կա, որը մենք կարող ենք որոշ չափով Ստամբուլի վրա էլ դարազել, բայց նաև այնտեղ բացառություն հանդիսացող մի քանի բալանսավորող գործոններ էլ կան։ Մեր սպիրկը այսօր իր բնակած երկիրներում այնպիսի վիճակի մեջ է գտնվում, որ իր սեփական ժողովուրդի, իր հարազատ ազգի, այսինքն հայության վերաբերյալ
իրադարձությունների մասին դեղեկատվությունը քաղում է օդար աղբյուրներից։ Այսինքն Ամերիկայում բնակվող հայը առաջի հերթին ամերիկյան ԶԼՄ-ների ծածկույթի մեջ է մնում այսպես կոչված, նույնը կարող է դարածել։ Երբ Թուրքիայում էլ այդպես է բարական։ Բայց ասենք եթե ուրիշ երկրների մեջ դվյալ երկրի լրատվամիջոցները կարող է շատ ավելի չեզոք վերաբերվեն, որովհետև ուղղակի գոհ չեն հարցերին։ Թուրքիայում բարական մի քիչ ավելի դարբեր է, որովհետև Թուրքիան ուղղակի խնդրի երկու կողմերից մեկն է եւ բնականաբար իր լրատվամիջոցները համապատասխան վերաբերմունք ունեն։ Այդ առումով, այսինքն բոլորը հասկանում են ըստ էության պետք է Թուրքիայի կողմից մի քաղաքական կամքի, մի պատրաստակամության խնդիր լինի, որ այդ հարցում ժայռը մի քիչ տեղից շարժվի, ասենք, բայց Թուրքիայի համայնքը հիմնականում այն վիճակի մեջ է, որ անկախ այդ գործոնները նժարի վրա տնելու եւ այլն բաներից հիմնականում առաջնորդվում է իր բարի ցանկություններով, որովհետեւ Թուրքիայի հայ համայնքը այնպիսի վիճակում է, որ հայ-թուրքական հարաբերություններից բնականոնացումից գրնա շատ օգտվել եւ եթե հարաբերությունները բնականon լինեն, կարող է կողմերի համագործակցության շատ մեծ դրական աստակ հաղորդել, բայց երբ որ քաղաքական խոչընդոտներ կա, իր այդ հնարավորություններից լրիվ բան են, այսինքն անդամալուծված վիճակի մեջ են մնում։ Եվ վերջում ես կուզեի իմանալ այս անգամ ինչ առիթով եք դուք եկել Երևան։ Ինձ համար յուրաքանչյուր այցելություն հաճելի է, բայց այս անգամանը մի քիչ դարբեր է բնույթով վերջի տարիներին, որ մենք Ստամբուլում եւ նաեւ ընդհանրապես հայ աշխարհում նշում էինք ժամանակ օրաթերթի հիմնադրության 100-ամյակը, որպես հայկական աշխարհի ամենահին օրաթերթը անընդհատ հրատարակվող, մենք մեր հոբելնական շրջանի արտադրանքը հայրենի հասարակության հետ գիսելու ենք եկել այս անգամ։ Այսօր երեկոյան Երևանում պիտի ցուցադրվի ժամանակը խորագրյալ վավերագրական ֆիլմ, որը թերթի պատմությունն է ներկայացնում, իսկ մենք վաղ առավոտ Մատենադարանում պիտի իրականացնենք շնորհանդեսը մի գիրքի, որի հեղինակն է ժամանակ օրաթերթի հիմնադիր Միսակ Քոչունյանը եւ այստեղ բանասիրականում ուսանած թերթի խմբակիրներից Սևան Դեյլմենջյանը գազմել է իր ասենք հրապարակախոսական գործերից բաղկացյալ ժողովածու, որը ուզում ենք ներկայացնել հայրենի, ասենք գրասերների եւ գիտական շրջանակների դատին։ Շնորհակալություն եւ հաջողություն եմ ձեզ ցանկանում։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ այսօր Ստամբուլի ժամանակ օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, մենք հանդիպենք երկուշաբթի օրը։